Շարունակում ենք առավոտ լուսով վիկենդը, սիրելիներս, մենք այսօր խոսել ենք ու շարունակելու ենք դեռ խոսել, իսկ հիմա էլ շատ հրաշալի հնարավորություն ենք կարևոր մարդկանց հետ խոսելու երկուաստղ նախագծի շրջանակներում, քանի որ մեր տաղավարում են շատ սիրելի ռեժիսոր եւ երկուաստղ նախագծի ժյուրիի նախագահ Հրաչ Քեշիշյանը եւ հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանը, բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Եւ շատ ուրախ ենք, որ դուք վերադարձաք արդեն կադրից այս կողմ եւ սա ինչ զգացողություն է ձեզ համար։ Ուրիշ աուրա է տիրում, որի մեջ դու միշտ եղել ես, հիմա դու չկաս, դու քո աթոռին նստած ես ու ուղղակի ասես մեկ ուզում ես։ Ուզում ես մասնակցել, բայց դե բարձր որ չես կարող։ Իսկ ընդհանուր առմամբ կազմակերպչական աշխատանքներից արդյոք պարոն Քեշյանը գոհ է։ Ես շատ մեծ հաճույք եմ ստացել ողջ այդ մեր ձայնագրության ընթացքում, տեսագրության ընթացքում, շատ ամեն ինչ կազմակերպված էր, ամեն ինչ սիրուն էր, ես շատ եմ սիրում Նաիրեի աշխատանքը որպես ռեժիսոր, շատ գեղեցիկ էին բոլոր բեմադրությունները, շատ հաճելի էր, իհարկե շնորհակալություն Անուշիկ։ Ձեզ ենք շնորհակալ ու իրականում շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի ժյուրիի անդամները լինեին այն մարդիկ, ովքեր որոշ ձևով անցել էին այդ ճանապարհը նախկինում, այս դեպքում եւ Հրաչ Քեշիշյան, որպես նախկին երկու աստղերի պրոդյուսեր, ռեժիսոր եւ Գարիկը Պապոյանով մասնակցել է այս նախագծին եւ Լուիզա Ներսիսյանը, նրանք էլ ավելի լավ են պատկերացնում դուետների զգացողությունը, առհասարակ այդ ամբողջ աշխատանքը, որ նրանք տանում են։ Անուշիկ եւ հեռուստադիտողը արդեն գիտի հայտնի է, թե որ զույգերով, որ աստղերն են այս եթերաշրջանի ներկայանալու, հետաքրքիր է ինչպես են ընտրվել այդ զույգերը, կազմվել եւ որքան ժամանակի աշխատանք են մինչեւ հասել ենք այս արդյունքին։ Դա ամենաբարդ շրջանն էր եւ կարծում պարոն Քեշիշյանը շատ լավ դրա մասին գիտի, համարյա ամեն օր մենք զրուցում էինք, ես փորձում էի խորհուրդներ հարցնել, որովհետեւ դա շատ բարդ էր դուետների կազմավորումը, թվում է թե կարող է զանգարել երգչին եւ ասել, որ այ այս դերասանի հետ ես հանդես գալու, բայց շատ էին լինում անհամաձայնություններ ընթացքում, լինում էր, որ գնում էինք ստուդիա եւ աշխատանքների ընթացքում հասկանում էինք, որ այդ դուետը համապատասխան չի, չեն կարողանում միասին երգել կամ չեն կարողանում միասին որևէ համաձայնության գալ։ Բայց հիմա արդեն ամեն ինչ ճիշտ է։ Հիմա ամեն ինչ լավ է։ Ամեն դեպքում մեկը չեն կարող չանդրադառնալ փոքր ինչ թեկուզ, բայց ինչքանով է տարբերվելու սա նախորդ մեր նախագծերից։ Այն եթերաշրջաններում ունեինք կենդանի նվագակցություն, այո, բայց դա որևէ տարբերություն իմ համար կոնե չկար։ Եվ գուցե հեռուստադիտողի համար կարծում եմ նախորդ անգամ ավելի հեշտ է եղել տարբերակել երգիչ, չերգիչ ասվածը։ Գիտեք խնդիրը որն է, որ շատ կան նախագծեր, որտեղ կարևոր են երիտասարդները, նոր ձայները, նոր մարդիկ եւ այլն եւ այլն։ Բոլոր ալիքները ունեն այդպիսի ֆորմատներ։ Բայց արդեն կայացած աստղերին բերել նոր բեմահարթակ, տալ նրանց նոր իրավիճակ ու ասել այդ նոր իրավիճակում դուք ունեք անելիք, այսպիսի նախագծերը ոնց որ մի տեսակ ստոպ էին եղել, երկար տարիներ չկար եւ մարդիկ հետ են վարժվել եւ այս կարոտն էլ էս նոստալգիան, որ հիմա մենք զգում ենք, մենք էս մի շաբաթը խոսում ենք անընդհատ երկու աստղի մասին ու բոլորը այո, TikTok-ը սկսել է երկու աստղի բաները, այո, հիշողությունները պարբերաբար, այսինքն բանը փաստորեն պարզվում է, որ մենք այնքան էլ տենց չենք, որ ինքնահավան ու սիրահարված, որ ասենք ոչ մենք չենք մասնակցի նախագծին, ոչ մեզ պետք չեն։ Ես կարծում եմ կարևոր է նաև կայացած արտիստներին հեռուստատեսության մենք շատ ենք խոսում հեռուստատեսության դերի նվազման մասին։ Այսպիսի նախագծերը հենց այն նախագծերն են, որոնք բարձրացնում են հեռուստատեսության դերը։ Այստեղ խոսքը ոչ նրա մասին է, որ արտիստը լավն է կամ վատն է, արտիստը երգիչ է կամ այլ ոլորտում է, հանդես գալիս։ Այստեղ խնդիրը, որ կա նոր իրավիճակ եւ երկու արտիստ միասին հայտնվում են նույն բեմում ու կա շատ սիրուն աուրա, շատ լավ
հետաքրքիր խնդիրներ, որոնք իրենք դնում են ինձ առջև ու պետք է լուծեն։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ ներողություն եմ խնդրում, սա հրաշալի հնարավորություն է նաև իր հերթին, որ ընտանեկան մի հատ ջերմ մթնոլորտում ես դու նախ ժամից, նախ օրից, մի խոսքով, նաև նախագծի առավելությունից ընտանիքով այսպես հավաքել, բազմոցին դիտել ու քննարկել, պայքարել, այդ գadgetների միջոցով ունենալ նախապատվություն, հետո կարելի է նաև նայել այդ բան հեռախոսով, YouTube-ով եւ այլն, բայց սա իսկապես ընտանեկան դիտման համար հետաքրքիր կոնտենտ է։ Եվ մրցույթի դեպքում հատկապես միշտ այսպիսի մրցույթների դեպքում ուզում ես նայել հեռուստաընկերություն, որ առաջինը իմանաս, հա, ով լքեց նախագիծը կամ ով շարունակեց աշխատանքը նախագծում։ Եվ բացի ընտանեկան դիտումներից, այն հետո դուրս է գալիս արդեն տան պատերից դուրս ընկերների հետ քննարկումները, գործընկերների հետ քննարկումները, թեժ քննարկումները, երբեմն խնդրահարույց են դրանք լինում, երբեմն ուրախալի են լինում, մի խոսքով ինչ-որ մի բան է, որի շուրջ նորից հավաքվում ենք հեռուստատեսության շնորհիվ։ Եկեք խոսենք ժյուրիի անդամների եւ ժյուրիի նախագահի դերի մասին եւ ինչ չափորոշիչներով եք որոշումներ կայացնում, դա մասնագիտական խիստ որոշումներ են, թե զգայական են, ինչն է հաշվի առնվում։ Եվ ինչպես է որոշված, որ պետք է առաջնահերթությունը տրվի։ Տեսեք, հեռուստադիտողին հայտնի է, որ ժյուրիի անդամները առաջնորդվում են երգելով, բայց այս մրցույթը միայն երգելու մասին չէ, ես դրա համար կուզեմ նշել, անընդհատ բոլորն ասում են երգչի, չերգչի մրցույթ է, բայց մեր դեպքում այն էլ այս իրականության մեջ, երբ բոլորը երգում են, դերասանները երգում են, բլոգերները երգում են, հաղորդավարները երգում են, մենք ունենք պրոֆեսիոնալ երգիչ եւ երգիչ դերասան, երգող բլոգեր։ Սա շատ կարեւոր է, որ բոլորս հասկանանք եւ առաջնային չափորոշիչները դրանք քիմիան է, ինչպես են իրենք զգում իրենց բեմում, ինչպես են իրենց պահում բեմում, ինչպես են բալանսավորում իրենց ձայնը երգելու ժամանակ, ինչպես են օգնում միմյանց, բեմական կեցվածքը եւ հետո նոր երգեցողություն, երգի ընտրություն, եթե ճիշտ ասեցի, ինձ թվում է դուք էլ եք այս չափորոշիչներով առաջնորդվում։ Անշիկ ճիշտ է նկատել, որովհետեւ ներկա ժամանակում բոլորը երգում են։ Իրականում դժվար է միշտ տարբերակել եւ բոլորը ունեն իրավունք ի վերջո տեսահոլովակ նկարելու, ձայնագրման ստուդիայում ձայնագրվելու, բոլորը իրավունք ունեն այդ ամեն ինչը հանրայնացնելու։ Այստեղ կարևորը ավելի շատ ինչ լավ զգացողություն ու ինչ էներգիա կողարկես։ Ինչպես փորձառու արտիստ կփորձի օգնել իր ավելի քիչ փորձ ունեցող զուգընկերոջը, ոնց կկատարվի այդ բալանսը, սա ավելի շատ, չգիտեմ, սիրո, ընկերության, միասին աշխատելու, ռեժիսորի տված խնդիրը, որովհետև շատ իմ գործընկերները, ժյուրիի անդամները հարցնում են, ասում են, ախր դե բեմադրության մասին խոսելիս կարող է հնարավոր է բանը պատասխան ստանանք, որ մենք մեղավոր չենք, ռեժիսորն, բայց այստեղ դուք դերասաններ եք եւ շատ լավ գիտեք, ռեժիսորը տալիս է խնդիրը, ինչպես կարողացա ես իրականացնել ռեժիսորի տված խնդիրը, արդյոք ես կարողացա տեղ հասցնել այն գաղափարը, այն մտահղացումը, որը դրված էր հենց սկզբից։ Սա է շատ կարևոր, որովհետև բեմադրությունը մի բան, բեմադրության մեջ արկա մարդիկ լրիվ ուրիշ բան։ Իսկ ընտրության առումով ազատ են մասնակիցները։ Այսինքն երաժշտությունը կամ նույն բեմադրությունը համարենք ես ու Անին Զոյք ենք, մեր վրա եղավ ինչ-որ բեմադրություն կամ ինչպես պարոն Կերշյանը նշեց, հա, խնդիրը ռեժիսորի կողմից դրվեց, բայց մենք առաջարկով ինչ-որ մի հանդես շատ լավ երգում ենք, գիտեք։ Ով երգ։ Երգերի ընտրության հարցում եւ ընդհանուր ազատությունը որքանով է դրված։ Տեսեք, իրենք գաղափարներով հանդես են գալիս եւ անպայման իրենց առաջարկները ընդունում ենք եւ երգի ընտրությունն է մի փոքր բարդ, իհարկե ոչ առաջին հաղորդման
ժամանակ, որովհետև առաջին հաղորդումը համաշխարհային եւ հայկական դուետներ են, իսկ դուետները արդեն այնպես են ստեղծված, որ հարմար է եւ աղջկա եւ տղայի համար, ձայնային տվյալների համար, բայց արդեն երկրորդ հաղորդումից սկսված մի փոքր բարդանում է, որովհետև օրինակ եթե ընտրում ենք աղջկա ձայնային տվյալներին համապատասխան երգ, դժվարանում է արդեն տղայի համար այդ երգը երգելը։ Այս մասով ավելի շատ պատասխանատվություն եւ ընտրությունը հենց արտիստների վրա է։ Իրենք են առաջարկում երգեր, որոնք որ իրենց համար հարմար է կատարելը եւ միասին արդեն վերջնական որոշում ենք։ Աշխատանքները նոր են սկսվել, արդեն երգերի ընտրության, ձայնագրման եւ այլն, հետաքրքիր է այս զույգերի մեջ լինում են արդեն իսկ կոնֆլիկտներ, որոնք որ քեզ են ուղղված, որ չէ, այս երգը մենք էինք ուզում, ինչի սա մյուս զույգին տվեցիք, այսպիսի արդեն իրավիճակների բախվել եք թե ոչ։ Չէ, բայց եղել են դեպքեր, որ կրկնվել են երգերը, ասել եմ օրինակ այն զույգը արդեն ընտրել է այդ երգը, իհարկե ասում եմ, բա ինչի մեզ առաջինը չեք ասել, նման բաներ լինում են, բայց կոնկրետ կոնֆլիկտ չի լինում եւ ձայնագրության հետ կապված, որ ասեցիք, կուզեմ շատ կարեւոր բան նշել, ձայնագրված չեն ոչ մի երգը երգում արտիստները, այսինքն ամբողջությամբ կենթանի կատարում է։ Իհարկե մենք չունենք կենթանի նվագախումբ, բայց կենթանի կատարում է, սա էլ շատ կարևոր բան է, կուզեմ նշել, մանավանդ ոչ այդքան պրոֆեսիոնալ երգիչների դեպքում դա բավականին բարդ է, բայց կարծում դուք էլ կհամաձայնեք, որ բավականին լավ իրականացրեցին իրենց ծրված առաջադրանքը։ Այո, նույնիսկ կային տենց շատ հուզիչ ու զարմանալի տեղեր հենց այդ երգեցողության իմաստով։ Մի անգամից զգացվում է կան զույգեր, որ շատ արդեն իրենց քիմիան, ճաշակը, միգուցե բիորիթմը արդեն կայացած է, կամ կայացման ճանապարհին է, կամ իրենք իրար լավ զգում են, հա։ Ու այդ զույգերի մոտ ընդհանրապես մնում է ճաշակը, իրենց ճաշակով, պարզ է որ չեմ կարծում, երբևէ չի եղել այդպիսի, եթե չկա կանոնային պարտադրանք, եթե ասենք, չգիտեմ, ասենք BBC-ն ասեր, այ միայն մեր ցանկից, որովհետև մենք ունենք այս երգերի հեղինակային իրավունքները եւ սրանից բացի ուրիշ բան չի կարելի, եթե չկա այդպիսի մի բան, ուրեմն մնում է արդեն արտիստների, ինձ թվում է պետք է արտիստների ճաշակին վստահել։ Եվ ամենակարևորը ինձ դուր է գալի, որ այդ ազատությունը ունեն արտիստները որպես։ Այո, միայն թե թեմայի շուրջ պետք է երգերի ընտրությունը կատարվի, այսինքն մենք դա էլ արդեն հեռուստատեսային կանոն է, դա ֆորմատը թելադրում է ամեն շաբաթ պետք է լինեն թեմատիկ համերգներ, օրինակ դուետներ, դուետ երգեր, ռոք, սաունդտրեք, եվրատեսիլի երգեր, արդեն թեմաները մենք ենք ընտրում, բայց ֆորմատը հենց թեմատիկ համերգներ ունենալն է, եւ իդեպ խոսեցիք BBC-ից։ Ես ուզում ասել, այս անգամվա համագործակցությունը ինչպես է ընթացել BBC-ի հետ։ Շատ երկար բանակցությունների արդյունք է այս նախագիծը, որովհետև դեռ այս տարվա սկզբից սկսած BBC ընկերության հետ բանակցությունների մեջ էինք եւ մեր առաջին երկու հաղորդման նկարահանումներին ներկա էր նաեւ BBC պրոդյուսեր ներկայացուցիչը, ով իր խորհուրդներով հանդես եկավ, հանդիպեց եւ ժյուրի անդամների եւ մասնակիցների հետ եւ իդեպ շատ գոհ հեռացավ, շատ լավ խոսքեր ասաց եւ ասաց, որ շատ լավ էր կազմակերպված ամեն ինչ, հուսանք արդյունքը եւ հեռուստադիտողի կարծիքը եւս նույնը կլինի։ Եվ իհարկե տարիներ առաջ առաջին երկու աստղը երբ եղավ, այն բացի իրենից մեգա նախագիծ, երաժշտական շոու ներկայացնելուց ձևավորեց պատմություններ, որոնք որ դուրս եկան շոուի սահմաններից դուրս, հեռուստատեսության սահմաններից դուրս, ձևավորվեցին ընտանիքներ, ընկերություններ, մարդկանց փոխհարաբերություններ մենք տեսանք, թե ինչպես են ստեղծվում եւ կայանում նախագծից դուրս։ Հետաքրքիր է այս նախագծից հետո հնարավոր է լինեն օրինակ երաժշտական զույգեր, նշмарվում են այդպիսի բաներ, որոնք որ հետո կարող են որպես ասես երաժշտական զույգ հանդես գալ։ Այն քիմիայի մասին է, էլի խոսքը։ Հա, ետնաբերում հետաքրքիր բաներ են կա, հետաքրքիր քիմիա կարող է կատարվել, որտեղ ծնվել կարող են ծնվել նոր դուետներ, կարող են ծնվել, ես նույնիսկ ուզում եմ հիշել, որ ենթադրաբար չեմ հարցրել Արամեն Պետրիին դրա մասին, բայց ենթադրաբար իր երգչական կարիերայի վրա մեծ ազդեցություն է թողել հենց երկու աստղը։ Մենք այսօր կհարցնենք նրան։ Հա, իդեպ ենթադրում եմ, որ երկու աստղից հետո ինքը որոշեց, որ բացի
արտիստ, հումորային դերասան լինելուց կարող ենք սկսել առանձին հանդես գալ որպես երգիչ, որովհետև իսկապես այն ժամանակ բոլորիս համար զարմանալի է, վաու, այս տղան ինչ լավ է երգում։ Իսկապես։ Բայց իրոք նախագծի շնորհիվ բացահայտվեց։ Հնարավոր է։ Շատերիս համար։ Գիտեք, բացահայտում է մի կողմ հենց արտիստի որոշումը, որ ես այ ինչ հետաքրքիր էր, որ սրանից հետո ես կարող եմ ինձ իմ համար նոր ուղի գծել, նոր կարիերա գծել երգչական։ Ես վստահ եմ, որ այստեղ էլ լինելու այսպիսի սիրուն բացահայտումներ։ Ես կարծում եմ, որ կան նաև արտիստներ, ցավոք սրտի, ում մենք շատ չենք տեսնում հեռուստատեսությամբ, ու հիմա առիթ է վայելելու նրանց երիտասարդ արտիստների մասին է խոսքը, առիթ է վայելելու նրանց, առիթ է նրանց բերելու հեռուստատեսություն, առիթ է նրանց դարձնելու նոր սերնդի, նոր մակարդակի աստղեր։ Եվ ես որքանով որ հասկանում եմ երկու աստղը հիշողությունների, լավ հիշողությունների մասին է, ինչքան որ շփվել եմ այն մարդկանց հետ, ովքեր նախկինում մասնակցել են այս պրոյեկտին, ու եւս մեկ կարևոր բան կուզենայի նշել, ավելի շուտ շնորհակալություն հայտնել բոլոր այն արտիստներին, ովքեր համաձայնեցին մասնակցել այս նախագծին, իսկապես սա շատ մեծ աշխատանք է, եթե համեմատենք մնացած մրցույթների նախագծերի հետ, այստեղ աշխատանքը 10 անգամ ավել է, որովհետև նրանք հաճախում են վոկալի դասերի, պարի դասերի, նկարահանվում են համարյա ամեն օր, տեսաբացիկներ ենք նկարահանում, եւ իհարկե նկարահանումներ արդեն բուն հաղորդման նկարահանումներ, այսինքն այս իրականության մեջ, իրենց գրաֆիկի մեջ, այս ամեն ինչի մեջ տեղավորվելը, գալ նկարահանվելը, գիտեմ, որ շատ բարդ է եւ ինչ որ պահի նաեւ դա է իրականանալի թվում, այդքան արտիստի հավաքել մեկ վայրում եւ մեկ ժամի, այնպես որ շնորհակալություն ենք հայտնում բոլորից ու կարծում եմ, որ մենք էլ մեր կողմից կանենք ամեն բան, որ իրենք ջերմ հիշողություններով հեռանան նախագծից։ Անուշիկ, մենք էլ ձեզ ենք շնորհակալ եւ կուզենք իդեմս քեզ նաեւ խոսենք թիմի մեծ թիմի, ահռելի մեծ թիմի մյուս անդամների մասին, ովքեր են կանգնած այս նախագծի ետևում։ Հանրային հեռուստաընկերության ամբողջ կազմն է այս ամենի ետևում, բոլորն իսկապես 24 ժամ եւ 7 աշխատում են այս պրոյեկտի վրա։ Իհարկե մենք ունենք նաեւ հրավիրյալ մասնագետներ, բայց հիմնականում մեր թիմն է այս ամեն ինչը իրականացնում։ Շատ շնորհակալություն ձեզ, մենք վստահ ենք, որ այս նախագիծը նույնպես կհաջողի եւ իր դրական արդյունքները մենք ինքներս ականատես կլինենք։ Հուսանք, որ այդ քիմիան իհարկե նաեւ նախագծի շնորհիվ ոնց որ նախկինում իրավանդույթներին այսպես հավատարիմ մնալով կձևավորվեն նոր զույգեր, նոր աստղեր կամ նոր տաղանդավոր երիտասարդներ, ինչ որ նոր ուղղություն կբացահայտեն իրենց համար։ Գուցե ընտանիք, ինչու ոչ։ Գուցե ընտանիք։ Շատ շնորհակալություն ձեզ, մենք հաջողություն ենք մաղթում ու հուսով ենք, որ նմանատիպ նախագծերը երկար կյանք կունենան, որտեղ դրա կարիքը, ինչպես նաև պարոն Կերշյանը նշեց, կարիքը իրոք կա, որովհետև բաց է մնացել։ Երաժշտությունը, դրականը միասին, չգիտեմ, երեկոյան դիտելը, քննարկելը, տան անդամները վերջապես կշփվենք միասին, ինչ-որ մի նախագծի մասին քննարկումներ կունենանք։ Շնորհակալություն ձեզ շատ, ձեզ լավ օրենք մաղթում, իսկ մենք շարժվենք առաջ։